Տիկին Աչաջան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ձեր հետևում այս պատկերն է, Կիրակի օրը Հովանավանքում իրենք չկարողացան, այսքան քիչ մարդ ուղղակի գնաց այդ կեղծ, պիղծ, թողասված դերի պիղծ պատարակ ճակերտավոր, որտեղ պատարակը չի կարող լինել, որտեղ կարգալույց եղած քահանան չի կարող պատարակ անցկացնել, բայց այնտեղ էր Փաշինյանը, այնտեղ էին իշխանական վերնախավից ներկայացուցիչներ, Պապիկյան, Փաշինյան, մարզպետեր, նախարարներ, մի խոսքով, այսքան ռեսուրս սպանեցնելով իրենք չկարողացան հավաքել որքան պետք է եւ կարծում եմ, որ հենց դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը ինունից դուրս է եկել, հաջորդ Կիրակի եւս նախաձեռնում է։ Խնդրեմ նախ մեկնաբանությունը, հետո արդեն մի քանի այլ հարցեր։ Ուրեմն նախ շնորհակալ եմ եւս մեկ անգամ հրավիրելու համար։ Իսկապես գիտեք, ոչ միայն այս նկարը ինքնին շատ խոսուն է, այլև այն ամբողջ մթնոլորտը, որ կար, ես փորձել եմ այսպես հետևել, շատ խղճուկ տեսարան էր, եւ մենք գիտեք, որ ասում են չկա չարիք առանց բարիքի, հա, ականատես եղանք քպեական ողջ ուրեմն այդ խառնամբոխին դեմք առ դեմք հասկանալով ովքեր են եւ ովքեր են իրենց այսպես թե այնպես աջակցում եւ ահա իրենք ունեցան այն պատկերը որ ունեցան այո ես համամիտ եմ ձեզ հետ սա երևի ուրեմն պարագլխին բնականաբար դուր չի եկել եւ իրենք երկրորդ փորձն են անելու բայց ես նաեւ համոզված եմ որ երկրորդ փորձը ձախողված է լինելու գիտեք ինչ այստեղ շատ շերտեր կան տեսեք դուք ասում եք մասնագիտական բացատրություն ես փորձեմ մասնագիտական բացատրություն տալ մենք հաճախ հնչում է տարբեր ուրեմն ամբիոններից մարտիկ դառնացած ասում են մեր ժողովուրդը այսպես մեր ժողովուրդը այնպես եւ այլն որ մեր ժողովուրդը այսպես ապաթիայի մեջ է դա փաստ է բայց տեսեք մեր ժողովուրդը այս դեպքում ցույց տվեց իր չներկայանալով իր ակտիվությունը հա սրանց հետևից չգնալով դա էլ է ակտիվություն ինչ որ բան չանելը դա էլ ինչ որ գործողություն անելու մասնավոր դեպք է այսինքն սա վերաբերմունք է սա պատկերն է այն բանի թե ինչպես է ժողովուրդը վերաբերվում այսօրվա ուրեմն իշխանությունը զավթած այս ինչպես ասում են խմպակին այո այնպես որ իրենք առնչվեցին իրականության հետ եւ գիտեք ինչ այստեղ նայում ես ովքեր էին հավաքված իրենք էին հա կառավարության անդամներ նախարարներ ներկա եւ ուրեմն անցյալ մարզպետներ այսինքն տեսեք թուրքի մանգլավիկներին ես իրենց համարում եմ թուրքի մանգլավիկները բերել էին իրենց մանգլավիկներին իրենց մանգլավիկներն էլ իրենց մանգլավիկներին եւ այս բոլորը միասին ունեցան իրենք այսպիսի պատկեր սա է իրականությունը իրենք պիտի հաշվի նստեն այս իրականության հետ ես համոզված եմ որ երկրորդ փորձն էլ է տապալվելու իսկ սա տապալում էր տեսեք երբ նայում ես այդ արարողությանը որը այսպես պատարակ էին կոչել ավելի շատ ես տպավորություն ունեի որ սրանք հավաքվել են եւ այդ Ալլա շուքուրի ասած Ղազիաթի հիմնադրումն էին հա կատարում որովհետև այստեղ քրիստոնեական ոչինչ չկար, միայն քրիստոնեության ինչ-որ քողի տակ, հանդերձանքի տակ, ինչով էին իրենք զբաղված։ Եվ այս հարցը շատ է ուրեմն շեշտվում, ես էլ եմ ուզում շեշտել, որովհետև այս բարոյական երկարժեքությունը, այսինքն այդ երիտասարդը, որը ինչքան ես հասկանում եմ, շատ այսպես իշխանատենչ ներքին ձգտումներ ունի։ Այո, եւ տեսեք հաստատ այնտեղ կան խոստումներ եւ իրենք բոլորը ինչքան նման են իրար, բայց տեսեք նայում ես, տեսնում ես, որ այս երիտասարդը չէ որ օծվել է ժամանակին, օծվել է վեհապար Հայրապետի ձեռամբ եւ ինքը դա այսօր դարձնում է դրոշ հա որ ինքը քահանա է բայց ահա նույն վեհապարի եւ սա վերջին հաշվով վեհապարի միայն անձնական որոշումը չի
այնտեղ չէ բարձրագույն հոգևոր խորհրդի որոշումն է, երբ կարկալույց է արվում, արդեն չի ընդունում վեհապարին, այն ժամանակ լավ էր ընդունում է, հա, եւ այսօր դրանով է հանդես գալիս, իսկ եթե կարկալույց է արվում, արդեն չի ընդունում, սա խոսում է երկակի ստանդարտների մասին, եւ տեսեք հոգեբանության մեջ կա մի հետաքրքիր երևույթ, որ կոչվում է Լյուցիֆերի էֆեկտը, ով է Լյուցիֆերը, Լյուցիֆերը դա հրեշտակն է, որ գահավիժել է եւ դարձել է սատանա։ Այդպիսի բաներ կյանքում լինում են, քիչ, բայց լինում են։ Հիմա երբ նայում ես այս տղային, դու տեսնում ես, որ չէ որ ինքը մտել է, հա, եկեղեցի հոգևոր կյանք է մտել, հոգևոր, ուրեմն սպասավորի դերն է այնուամենայնիվ իր վրա վերցրել։ Գուցե այն ժամանակ ինքը իսկապես, հա, այսպես այդ նվիրումը իր ներսում կար, այդ համոզմունքը կար, բայց ահա ինքը վերածվել է Լյուցիֆերի եւ համագործակցում է սատանաների հետ, ինքն էլ արդեն սատանա դառնալով։ Եվ ես նայում եմ տղային եւ դեշքին համոզմունք ունեմ, որ այս տղան ուղղակի Աստծուն չի հավատում։ Ինքը Աստծուն հավատում է, թե չի հավատում։ Ես համոզված եմ, որ չի հավատում, արդեն երբ մտել է իր այս տիպի գործունեության մեջ, էլ ուր մնաց Աստված, էլ ուր մնաց հավատը։ Շատ ցավալի է, բայց այդպիսի երևույթ գոյություն ունի։ Մարդիկ կարող է տարբեր հանգամանքների, հա, ուժեղ, հզոր հանգամանքների, ճնշումների, գայթակղությունների ազդեցության տակ կարող են վերածվել Լյուցիֆերների։ Այդպիսի երևույթ գոյություն ունի եւ իմ դիտարկումներով ցավոք սրտի մենք գործ ունենք Լյուցիֆերի հետ, որին մյուս այդ սատանայական խմբավորումը իր չար նպատակներին հասնելու համար փորձում է օգտագործել։ Ես ճիշտ ասած ուզում եի ձեզ հարցնել ես Ստյոպա Սատրյանի մի քիչ այդ ավելի խորքային հոգեբանական ինչ վիճակում է հիմա ինքը գտնվում, նաև հիշենք, որ նույն օրը մայր տաճարում, մայրաթորում պատարագ էր եւ պատարագը վեհապարի թափորը առաջնորդում էր եղբայրը, որը կատեգորիկ դեմ է իր այս մի ըստ էության դավաճան եղբոր գործունեությունը։ Խնդրեմ։ Տեսեք, գիտեք, այս 18 թվին այն աղետը, որ պատուհասեց մեր ազգին առհասարակ, ունի շատ խորքային, պառակտող, պղծող ներուժ ունի։ Եվ դա երևում է ամենատարբեր ասպարեզներում, լայն հասարակական ասպարեզում, երբ ուրեմն մարդիկ այդպես տարանջատված էին այդ բաժանարար գծերով, թեև հիմա մենք տեսնում ենք մարդկանց այս բացակայությունը ցույց է տալիս, որ արդեն կա որոշակի միավորում, հա, համախոհություն է ձևավորվել որոշակի։ Ամենատարբեր ասպարեզներում կա պառակտում։ 18 թվականից մենք գիտենք ընտանիքներ, հարազատ մարդիկ, հարազատ ընկերներ, որոնք պառակտվեցին, ահա ուրեմն կամ Նիկոլին համարելով ուրեմն այսպես մեղմ ասեմ, հա, դրական անձնավորություն եւ նրանք ովքեր սկզբից եւ այդ հասկանում էին, որ սա ուրեմն մի արարած է, որը աղետ է բերելու։ Հիմա ընտանիքներում էլ եղան այդ պառակտումները եւ ահա սա շատ դրամատիկ օրինակ է, գիտեք, եղբայրներ, հա, նույն ընտանիքի անդամներ, ընդ որում երկուսն էլ ըստ էության մենք տեսնում ենք նաեւ սա հոգեկան ուրեմն հոգեվոր ծառայության մտած եղբայրներ եւ ուրեմն իր այդ Ստեփանի եղբայրը ավելի շատ բան գիտի Ստեփանի անցած ճանապարհի, դիրքորոշումների, իր անձի մասին, քան թե մենք բոլորս միասին, եւ եթե երիտասարդը այսպես ազնվորեն այդ մասին խոստովանում է, ուրեմն ինքը ավելի շատ բան գիտի։ Այնպես որ տեսեք, այս պառակտումը ամենուր է եւ հիմա սա բումերանգի էֆեկտ է տալու, գիտեք, ԿՊ-ի համար, որովհետեւ երբ դու ուրեմն մարտահրավեր ես նետում հոգևորին, Աստծուն ես մարտահրավեր նետում, այստեղ լրիվ ուրիշ հոգեբանական օրինաչափություններ են սկսում աշխատել։ Գիտեք, Աստծուց վախենալը, հա, Աստծո ցասումից վախենալը, սա շատ խորքային ապրում է, շատ մարդկային, շատ խորքային, ես կասեի նույնիսկ ինչպես վախը ընդհանրապես արխայիկ ապրում է։ Հիմա այդ նույն ԿՊ-ականի ընտանիքներում ես չեմ կարծում, որ բոլորը այդպես նվիրյալ ԿՊ-ականներին, այսպես, ահա, հանդուրժող, ծառայող,
գնահատող մարդիկ են, իրենց ներսում էլ հիմա պառակտումներ կլինեն, օրինակ ասենք ՔՊ-ական պատգամավորը կարող է գնալ տուն, իր մայրը, կինը, քույրը իրեն կարող են ասել լսիր, դու ինչու ես անեծք բերում մեր ամբողջ ընտանիքի գերդաստանի, մեր սերունդների, մեր զավակների վրա, որովհետև սա իսկապես խորքային մի ապրում է, որ նստած է մարդկանց մեջ, չէ որ իրենք արդեն նզովյալներ են, եւ այդ նզովքը, գիտեք, ոչ միայն ունի մեծ ուժ, այլև մարդու ներսում, երբ դու գիտես, որ դու նզովված ես, քո սերունդները նզովված են, քո կյանքը այնպիսի ուղիով է գնալու, որ քեզ պատահելու են տարատեսակ դժբախտություններ։ Ես սա շատ ցավով եմ ասում, որովհետև այդ նույն ՔՊ-ականների կամ իրենց վաճառվածների, այս մանկլավիկների ընտանիքներում կան նորմալ հայ մարդիկ, կան Աստծո ցասումից վախեցող մարդիկ, այնպես որ տեսեք Նիկոլը հարվածի տակ է դնում նաև իր հետևորդներին, եւ այն հատուկ են մարդիկ, ովքեր այսպես ինչ-որ ի պաշտպանություն այդ միջոցառման էին հանդես գալիս, Նիկոլեին գոռում ծափ էին տալիս եւ այլն, շատ խղճուկ տեսարան էր։ Եվ ես մի բան էլ կուզենայի ասել, օրինակ ես նայում եմ ու մտածում եմ, հա, ինչ ցուցիչներ կան, ինչ չափանիշներ կան, որոնցով կարելի է ՔՊ-ականի եւ նրանց հետևորդներին տարբերել սովորական առաքինի հայ մարդկանցից։ Իրենք, գիտեք, առաջին հերթին, եթե մենք տեսնում ենք, որ մարդը կեղտաբերան է, զազրախոս է, առաջին ցուցիչներից մեկն է, որ դա ուրեմն նիկոլական է։ Երկրորդ, իրենք շատ բարձր ճղճղում են։ Տեսեք, մարդիկ լրագրողները մոտենում են, ինչ-որ հարցեր են տալիս, հա, տարբեր մարդկանց։ Նրանք, ովքեր նիկոլականներ են, իրենք ճղճղում են, բարձր գոռգոռում են, իսկ այն մյուսները հանգիստ պատասխաններ են տալիս, հա, զուսպ հանգիստ պատասխաններ տրամաբանված։ Դե որ իրենք եւ տեսեք, բայց այն ՔՊ-ականները, որոնց ուրեմն Քաժնազարի բախտ է վիճակվել եւ հաջողվել է ինչ-որ աթոռների նստել, իրենք իրենց մի քիչ ավելի այսպես կուլտուրական են ուզում պահել եւ այդ պահվածքի մեջ արդեն շեշտվում է, եթե նույնիսկ չկա հայոյախոսություն, չկա զազրախոսություն, շեշտվում է իրենց ակնհայտ եւ ցցուն ցինիզմը։ Իրենք ուղղակի ցինիկ են իրենց պահում, բայց սա դեռ չի նշանակում, որ ինչ-որ մի պահի, երբ կորցնում են ինքնավերահսկողությունը, հա, կուլտուրական մարդու դիմակով հանդես գալու, իրենք լավ էլ զազրախոսում են։ Այս սրանք ցուցիչներ են, որով մենք տարբերում ենք Նիկոլի այդ աղանդի հետևորդներին հայ մարդկանցից, ովքեր գիտեն հայրենիքի արժեքը, գիտեն եկեղեցու արժեքը, գիտեն ընդհանրապես այն արժեքային համակարգի գինը, դերը, նշանակությունը, որոնց դավանում է ուրեմն հայ մարդը դարերի խորքից։ Տիկին Ալչաջան, հոգեբանական կամ մարդկային ինչ տեսակի կրող է, բացի այն, որ նաև թուրքին ծառայող տեսակ, ինչպես դուք եք ձեզ ասում, այն մարդիկ ամեն դեպքում, ովքեր համաձայնեցին գնալ սրան, չնայած քիչ էին։ Գիտեք ինչ, այստեղ պետք է մի հատ նայել, ամեն մեկը ինչ-որ գործողություն անելուց առաջ մարդը պիտի ինչ-որ ներքին մոտիվացիա ունենա, հա, ինչու։ Եվ այստեղ բնականաբար, եթե այդ մարդիկ գնացել են, ունեն իրենց մոտիվացիաները։ Ես կարծում եմ, որ այստեղ տարբեր շերտերի կարելի է բաժանել։ Մեկը հենց կառավարող վերնախավն էր, որը ստացել էր այդ հրահանգը, որ պիտի գնա, ոչ միայն պիտի գնա, այլև պիտի ապահովի։ Հիմա, եթե կա մարդ հավաքելու, հա, գլխաքանակի, եթե խնդիր կա, իրենք այդ նույն, ասենք, ինչ-որ պաշտոններ զբաղեցնողները, իրենք իհարկե շահագրգռված են իրենց հետ տանել իրենց, օրինակ, ասենք, ընտանիքի անդամներին, մտերիմներին, հա, ում վրա իրենք այսպես հեղինակություն ունեն, ովքեր իրենց այսպես կենթարկվեն թեկուզ ներքին ինչ-որ դիմադրություն ունենալով։ Այնտեղ են նաև, եթե պատկերավոր ասենք, այդ մորաքույրները, օրաքույրները եւ այլն։ Բայց այնտեղ են նաև աղանդավորներ։ Գիտեք ինչ, աղանդավորները սրանց հենարանն են եղել ի սկզբանե։ Եվ սեռական շեղված այո, այո։ Արցախցիները մեր
մերումանուկը, հա, այն մերումանուկն էլ այնտեղ շատ ոգևորված էր, հա, այնտեղ։ Այսինքն տեսեք ինչ կերպարներ են, կամ էլի սրանց անազնվությունը, հա, որ թաքցնում են իրենց ով լինելը, ներկայանում են որպես սովորական քաղաքացի, մեկ էլ ուրեմն փառք ու պատիվ լրագրողական համայնքին որոնում են, գտնում են եւ ուրեմն ասում են, որ սիրելիս դու այդքան էլ սովորական չես, հա, դու ոչ միայն աղանդավոր ես, այլև ըստ էության ԿՊ-ի ուրեմն ներսում գտնվող մարդ է, հա, չգիտեմ, ավականու ներկայացուցիչ է, ով է։ Տեսնում եք սրանց անազնվության աստիճանը, նույնիսկ իրենք չեն ներկայանում որպես իրենք, որովհետև սա ինչի մասին է խոսում, Մարիամ, խոսում է այն մասին, որ իրենց այսպես հաց ու ջրի նման անհրաժեշտ է մարդկանց քանակ, սովորական, հա, քաղաքացիների քանակ է պետք, եւ քանի որ նայում են իրենց չորս կողմը, տեսնում են, որ մնացել են իրենցով, իրենք սկսում են խաբել, ինչը շատ բնորոշ է իրենց, եւ ներկայանալ որպես սովորական շարքային քաղաքացի։ Իհարկե այնտեղ կային նաեւ սովորական շարքային քաղաքացիներ, որոնք, գիտեք, այն փոքրիկ երևի մի, չգիտեմ, երևի այսօր արդեն ես ենթադրաբար եմ ասում, մի 5-6%-ի մասին կարելի է խոսել, ովքեր դեռ մնացել են 18 թվի հեղափոխության տակ, ովքեր դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում վերանայելու իրենց հայացքները, վերանայելու դիրքորոշումները եւ այն հայտնի կենտանու համառությամբ ասում են, որ ուրեմն չէ, փրկիչ, չգիտեմ ինչ, ինչ որ մշուշված է աչքերը, չեն տեսնում զոհերին, չեն տեսնում կորսված հայրենիքը, չեն տեսնում բացահայտ թուրքին ծառայելու արդեն բացահայտ նշանները, գիտեք, եթե մինչև 18 թվականը, 18-ին, մինչև 20 թվականը, մինչև պատերազմը պետք էր որոշակի վերլուծական միտք ունենալ, պետք էր որոշակի ուրեմն տեղեկություն ունենալ աշխարհում տեղի ունեցող այս աշխարհակաղակական իրադարձությունների, գունավոր հեղափոխությունների մեխանիզմների եւ այլնի մասին մինչեւ 20 թվականը։ 20-ից հետո արդեն առանձնապես գիտելիքներ, խելք պետք չի ինչ-որ վերլուծական միտք հասկանալու համար։ Մանավանդ այսօր, երբ ամեն ինչ շատ բացահայտ է եւ մենք այնպիսի ուրեմն իրադարձությունների վկանենք ցավոք սրտի, որոնք ակնհայտորեն խոսում են, որ այս իշխանությունը թուրքական դրածո խունտա է եւ ոգևորված, ոգեշնչված իրականացնում է այն հրահանգները, որոնք ստանում է։ Այնպես որ այնտեղ հովանավանքը պղծվեց, թեև ուրեմն ես համոզված եմ, որ այդ պղծությունը հանվելու է մեր ուրեմն սրբավայրից եւ այնտեղ ավելի շատ հավաքված էին մարդիկ, ոչ թե ավելի շատ, այնտեղ հավաքված էին մարդիկ, ովքեր կամ չեն հասկանում ուր են գնացել, այդպիսիք շատ քիչ են, կամ շատ էլ լավ հասկանում են եւ ծառայում են ուրեմն այսօրվա իշխանություններին, նույնն է թե սատանային։ 3 հոկտեմբերի 27-ն էր Տիկին Ալջաջյան, եւ ըստ էության ինչ իրական կազմակերպիչները, իրական շահառուները հոկտեմբերի 27-ի չկարողացան իրականացնել 2008-ին, ստացվեց 2018-ին, այսօր մենք ունենք այս աղետը, Արցախի կորուստ, Հայաստանին սպառնացող լրջագույն վտանգներ։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ երեք Անհետ Բախշյանն էր ինչ-որ բաներ խոսում, ցավալի է, չգիտեմ ցավալի է թե ոչ, ինչ ունեք նաև ասելու այս մասին։ Գիտեք, իսկապես ես նույնիսկ առիթ եմ ունեցել 2008 թվականին նաև եթերով ասել, որ Հայաստանում կազմակերպվում է տեղի ունենում գունավոր հեղափոխություն։ Եվ դրանից հետո ինքս որոշակի այսպես հալածանքների եմ ենթարկվել եւ նույնիսկ ես հիշում եմ փողոցում անծանոթ ուրեմն մարդիկ այսպես զայրույթով էին նայում ինձ, որ ահա ես այսպես նկարագրում եմ իրենց սիրելի այդ հեղափոխության, այդ հեղափոխական այդ զանգվածը, այսպես թշնամաբար էր, հա, վերաբերվում։ Այսինքն, այո, մասնագետի աչքի համար դա շատ տեսանելի է եղել 2008-ին կատարվում էր մի բան, որը տեղի չունեցավ եւ դա իհարկե ով կանխեց իշխանությունները կանխեցին եւ բայց
գիտեք ինչ, թշնամական այս հայությունը, ամեն մի հայկական պետությունները ոչնչացնելու այդ որոշումը կայացնողները շատ համառ են եւ շատ հետեւողական են։ Ոչինչ չստացվեց 2008 թվականին, իրենք համառորեն շարունակեցին։ Գիտեք, իրենցից սովորել է պետք, չհուսահատվել, հա, զենքերը վայր չդնել։ Այս անգամ չհաջողվեց, կհաջողվի հաջորդ անգամ։ Եվ իրենք այսպես խորքից նորից նախապատրաստեցին, բուծեցին, ուրեմն այս մարդկանց, ում մենք քիչ առաջ տեսանք էկրանին, գիտեք, տպավորություն կա, որ սրանք բոլորը նույն ինկուբատորում են բուծված։ Տպավորություն կա, որ նույն հորից մորից են ծնված բոլորը, որովհետև իրենք տերմին պիտի ասեմ շատ ներողություն, բոլորը ինդոկտրինացիայի ենթարկված են, այսինքն գաղափարապես ուրեմն ներգրավված են թշնամական գաղափարախոսության մեջ, իրենք առաջնորդվում են թշնամական գաղափարախոսությամբ եւ նենգաբար ժողովրդին իրենց այդ սև գործը ներկայացնում են խաղաղություն, խաղաղության քողի տակ, կաշառակերության կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ, բայց հիմա արդեն մարդիկ այսպես մասսայաբար մեր ժողովուրդը տեսնում է եւ իր վերաբերմունքը արտահայտեց իր չմասնակցելով, այնպես որ եկեք մենք սա հասկանանք, ինչ ունենք ժողովրդական տրամադրությունների տեսակետից եւ ճիշտ կազմակերպելու դեպքում ժողովրդական ուրեմն բողոքը, ժողովրդական ցասումը դրա դեմ ոչ մի բանը չի կարող առնել, ժողովրդական ցասումից վախենում են բոլորը։ Մենք հիմա նաև որոշում ենք, որ այլևս Ադրբեջանից անթափույց խոսում են 300,000-ի գալու հաստատվելու Հայաստանում եւ ըստ էության այս իշխանությունները արդեն բոլոր պայմանները փորձում է դրա համար ստեղծել։ Երեք բյուջեի քննարկման ժամանակ Փաշինյանը ասում է առաջին անգամ է, որ խաղաղության դարաշրջանում մենք սա ենք քննարկում, այս բյուջեն ենք քննարկում։ 1 տարի 8 ամիս է սահմանին զինվորներ, հայ-ադրբեջանական սահմանին զինվորներ չեն զոհվում։ Խնդրեմ, այս մասով Ես ուզում եմ մանիպուլյացիա։ Բացարձակ մանիպուլյացիա։ Տեսեք, մենք վկան եղանք, երբ սրանք եկան իշխանության, իսկապես առաջին 2 տարին իհարկե իրենք ներսից բանակը քանդելով արդեն զբաղված էին, բայց առաջին 2 տարին սահմանները խաղաղ էին, հա, այսպես ակնհայտ ինչ-որ թեկուզ դիվերսիոն գործողություններ եւ այլն տեղի չէին ունենում։ Դրանից առաջ մենք գիտենք, որ հենց Նիկոլը եկավ իշխանության, ինքը ասաց, որ ես օպերատիվ կապի մեջ եմ Ալիևի հետ։ Ուրեմն ակնհայտ էր, որ կա պայմանավորվածություն, որ թողեք մենք ներսից քանդենք, հա, ժողովուրդը իրեն թվա, որ այսպես լավ բան է տեղի ունեցել, հա, խաղաղ պայմաններում են ապրում, հետո կանենք այնինչ անելու ենք, եւ եկավ Չարաբաստիկ 2020 թվականը։ Հիմա եւ դրան հետեւող, հա, մնացած իրադարձությունները, զոհերը, կորուստները, ամոթը, խայտառակությունը եւ այլն։ Հիմա, գիտեք ինչ, իրենք նույն տակտիկան են կիրառում։ Ես համոզված եմ, որ մինչև ընտրությունները իսկապես Ալիևը կոշտ գործողությունների չի դիմի, հա, երևացող սահմանների վրա, ռազմական ինչ-որ գործողությունների, կարծում եմ, որ չի դիմի, եթե ամեն ինչ, այսպես իրադրությունը մնա այնպիսին, ինչպիսին այսօրվա վիճակն է, որպիսի սրան թույլ տա այդ խաղաղության, այդ միֆով, այդ խապեյությամբ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնի եւ կներեք կինոն կսկսվի այն պահին, երբ իրենց հաջողվի, իրենց ամբողջ կեղծարարական, ուրեմն այդ զինանոց աշխատացնելով, եթե հաջողվի Աստված մի առասցե նորից իշխանությունը իրեն ձեռքին պահել։ Այդ ժամանակ արդեն մենք կտեսնենք, թե որն է Նիկոլի խաղաղությունը։ Եվ հետո գիտեք, բացարձակ սուտ է, խաղաղության պայմանագիր այսօր չկա ստորագրված։ Կա ինչ-որ նախնական, ինչ-որ նախաստորագրված, ինչ-որ մի բան թղթի կտոր, որը բացի Նիկոլից այդ թղթի կտորի տակ ստորագրողները երևի արդեն շպրտել են մի կողմ, հա, աղբանոցում է, եւ իրենք անում են այն, ինչ անում են։ Ադրբեջանը զինվում է,
թուրքերը եւ ադրբեջանցիները իրենց համատեղ ուրեմն պլաններն ունեն եւ այդ պլանները համատեղվում են նաեւ այսօրվա հայկական կոչվող իշխանություններին։ Ես մի բան էլ եի ուզում ասել, գիտեք, Մարիամ, որովհետեւ այդ դիտարկումն էլ ունեմ ճիշտն ասած։ Դուք նկատեցիք այս միջոցառման ժամանակ այն հասարակ ժողովուրդն անգամ լրագրողների նկատմամբ հատուկ ագրեսիա ուներ, չէ՞։ Դուք լրագրողները տեսպես, ես քեզնից լավ լրագրող եմ, ինչ որ էս կարգի բաներ։ Գիտեք, հնարավոր չէ, որ հասարակ մարդը, պարզ մարդը, բոլորը միաբերան, ուրեմն այդ նույն, այդ տակտիկայով, առաջ գնան, նույն տիպի բաներ ասեն։ Ես համոզված եմ, որ այսօրվա իշխանությունների հիմնական թիրախը նախ այն համայնքներն են մասնագիտական, որոնք շարունակում են ազնվորեն եւ քաջաբար պայքարել եւ ուրեմն գործել, իրենց մասնագիտական պարտականությունները կատարել։ Դրանք փաստաբաններն են, մենք տեսնում ենք արդեն փաստաբանները ինչ հետապնդումների եւ հալածանքների են ենթարկվում եւ ուրեմն լրագրողները, որովհետեւ այդ ուրեմն իրենց դա ասված էր այդ մասին, սովորական մարդկանց, որ լրագրողներին բան արեք, ինչ ուզում եք ասեք, չգիտեմ, ագրեսիվ եղեք լրագրողների նկատմամբ, վարկաբերեք լրագրողներին, որ հետո իրենք ասեն, տեսեք, մեր հասարակ ժողովուրդը այս լրագրողներին, չի ընդունում, լրագրողները, չգիտեմ, սադրում են, ապա տեղեկատվություն են տարածում եւ այլն։ Այսօր լրագրողները խանգարվում են, ազնիվ աշխատող լրագրողների մասին է խոսքը եւ փաստաբանական համայնքը նույնպես այսօր կանգնած է շատ լուրջ խնդիրների առաջ, որովհետեւ ծառայում են նրանք, ովքեր ծառայում են հայրենիքին, ծառայում են հայությանը, այսօրվա իշխանությունների թիրախում են։ Եվ Տիկին Աշաջյան, ամեն դեպքում ըստ էս ինչ վիճակում է եղել, որ ըստ էության Կիրակի օրը եւս մեկ անգամ ուզում է գնալ, ինչը չի բավարարել է։ Գիտեք, մի պահ, թեև դա շատ դժվար է, ձեզ փորձեք դնել իր տեղը, անհնար է, բայց եթե մենք փորձենք, ինքը ինչ է գոհ էր լինելու այդ միջոցառումից, իհարկե գոհ չէր լինելու, իրեն պետք են զանգվածներ, մասսաներ, որ գորգորան, որ ճղճղան, որ կաթողիկոսի ինչ-որ բաներ ասեն, Նիկոլ գորան, ծափ տան, իրենց նախարարներով ծափ էին տալիս, իրենց կառավարության անդամներով լսում էին այդ ծափը եւ ուրախանում էին։ Իսկ ինչու պիտի գոհ լինի։ Եվ ինքը ես կարծում եմ, որ շատ այսպես զայրացել է, մեղմ ասած, իր դժգոհությունն է հավանաբար արտահայտել եւ ասել է, որ եւս մեկ անգամ եւ ես այնտեղ տեսնեմ լիքը լեփլեցուն մարդիկ։ Ես այսպես եմ ենթադրում։ Բայց ասում եք ձեր խոսքից լսում, որ անհնար է։ Բայց իրականության մեջ դա հնարավոր չէ, որովհետեւ գիտեք, պետք է տեսնել մարդկանց ռեակցիաները այդ արարողությունից հետո հաջորդ օրը։ Գիտեք, ուղղակի զզվանքի ու արհամարանքի ինչ-որ մի հատ խառնուրդ կար այդտեղ։ Չի կարելի մարդկանց այդ խորքային, այդ սրբագույն զգացմունքներին կպնել, հավատը առ Աստված, հավատը առ եկեղեցին, գիտեք, իսկապես պոկված է քաղաքականությունից։ Այլ խնդիր է, որ եկեղեցին ազգապահպան ֆունկցիա միշտ ունեցել է, ունի եւ ելի ունենալու է հայոց առաքելական եկեղեցին, բայց հավատը, որ կա մարդկանց մեջ, առ Աստված, եկեղեցու այդ ամբողջ խորհուրդը, որ դրված է մարդկանց ներսում, դու քաղաքական ինչ-որ տրյուկներով չես կարող անել։ Եվ սա ես մտածում եմ, որ իրենց շարքերում էլ է պարակտում բերելու։ Այնպես որ սա այս բումերանգը գործելու է իրենց ներսում։ Եվ տեսնենք, սպասենք հետագա զարգացումներին, այո, իրենք չեն կարողանալու մարդ հավաքել։ Կարող է ասենք մի 50-60 լավ 100 հոգի ավելի իրենց բարեկամներին, ծանոթներին խոստումներ տան, չգիտեմ ինչեր անեն, հավաքեն տանեն, բայց միևնույն է, մասսայական միջոցառում չի լինել։ Եվ Տիկին Աշաջյան, ես կուզեմ նաև այս կեղտոտ իրողությանը անդրադառնանք, կոմպրոմատներին, որ եթե պետք է իրենք կեղծ տեսանյութեր պատրաստեն, հետ կապված, որ հետ կապված։ Գիտի արհեստական բանականություն։ Այո, չնայած վերջին դրվագում մենք տեսանք ինչպես պարոն Ռուբեն Մելիքյանն էր ասում, չէ, դրա բանը չէ, բայց հայտարարել է նա իրենք իրենց
մարդկանց տներ փորձել մտնելը, անկողիններ, ամեն տեղ մտնելը, ինչի դրսևորում է, խնդրեք։ Գիտեք, հոգեբանական բան։ Հենց ես այդ հոգեբանականի մասին էի ուզում խոսել։ Գիտեք, եկեք շեղվածություն բառը ամեն ուրեմն կոնտեքստում չօգտագործենք, որովհետև շեղվածությունը դա հիվանդություն է, հիվանդ մարդուն հարգել է պետք, հիվանդ մարդուն օգնել է պետք։ Հիմա այստեղ մենք գործ ունենք ոչ թե հոգեկան ինչ-որ շեղվածության հետ, այստեղ մենք գործ ունենք բարոյական զարգացման զրոյական մակարդակի հետ։ Այստեղ մենք գործ ունենք բարոյական տհասների հետ, որովհետև միայն բարոյական տհասը կարող է իրեն թույլ տալ այդ աստիճանի ուրեմն ստել, խաբեբայությամբ զբաղվել, անել այն ինչ դուք ասում եք, հա, այդ կեղտոտ այդ կոմպրոմատային ուրեմն ինչ-որ նյութեր ստեղծելու համար ոչ մի բանի առաջ կանգ չառնել։ Հիմա էլ տեխնիկան ուրեմն այնքան զարգացած է, հա, չգիտեմ, մեկ էլ հասել ենք մինչև արհեստական բանականությունը ինչ ասես կարող է անել, եւ իրենք ոչինչի առաջ կանգ չեն առնում։ Նախ սա իրենց կերպարին է սա բնորոշ։ Իրենց համար դա խնդիր չի, հասկանում եք, այդ գիծը անցնելը իրենց համար խնդիր չի, մանավանդ եթե մեկ անգամ անցնում է այդ կարմիր գիծը, երբ մեկ անգամ քեզ թույլ ես տալիս, հետո դա շատ ավելի հեշտ է դառնում։ Իրենք արդեն է շատ հեշտ վիճակում են, այնպես որ իրենք դա կարող են անել։ Եվ ուրեմն սա իրենց կերպարից է բխում է կերպարից, իրենք արել են եւ եկեք մենք չմոռանանք, որ հիմա իրենք այդպես ուրեմն ամբողջովին, այսպես բոլորանվեր, հա, նվիրվածությամբ անում են այդ ամենը, որովհետև դա իրենց համար ունի շատ անձնական նշանակություն։ Անձնական նշանակություն իրենք, իրենք հոգեկան հիվանդներ չեն, իրենք շատ ստապ միտք ունեն, դատողություն ունեն, իրենք գիտեն ինչ են արել, իմանալով են արել, այնտեղ շատ քչերը կան, որ ասենք սպնական շրջանում ինչ-որ մոլորվածներ են եղել, ընկել են, չէ, իրենք գիտեն ինչ են արել, իրենք գիտեն, թե ուրեմն եւ ուրեմն մարդկանց աշխարհում եւ Աստծո կողմից, հա, իրենք ինչ պատիժների կարող են ենթարկվել, հա, ամեն մեկը, չգիտեմ, ինչքան քրեական հոդված ունի շալակած, հա, ամեն քայլափոխին ուրեմն խախտումներ եւ իրենց անձնական փրկության մասին է խոսքը։ Իսկ երբ հարցը հասնում է մարդու անձի ինքն իրեն փրկելու, մարդը կարող է դիմել այնպիսի քայլերի, որոնք դեռ 3 նույնիսկ ինքը չէր պատկերացնում, որ կարող է դիմել, այնպես որ իրենց բնույթով այդպիսին են եւ իրենք այսօր հայտնվել են մի իրավիճակում, երբ իրենց կաշին փրկելու հարց է դրված, իսկ երբ բարոյական տհասը կանգնած է սեփական կաշին փրկելու խնդրի առաջ, նա պատրաստ է ամեն ինչի։ Եվ Տիկին Նազարյան օրը բացվում է, մենք ամեն անգամ մի վատ լուրով ենք հաղթանում, կլինեն մահեր, սպանություններ, Երևանից մի երեխա է կորել, որ ամբողջ գյուղը բոլորը փորձում են գտնել, բայց այս մարդու մոտ բան չի փոխվել, առավոտը բացվում է իր երաժշտությունը, երգը, սրտիկները, չգիտեմ ինչը, դրա միացել է նաև Ավինյանը վերջերս, խնդրեմ այս մասով, այն իրականության մեջ, որ ամեն քայլափոխի, ամեն անկյունում ենք մարդասպանության, գողության, առևանգման դեպքեր են ըստեյության առերեսվում, իրենք այդ ոստիկանական զորքը օրինակ Հովանավանքի էին հասցրել, խնդրեմ։ Գիտեք, ձեր հարցը ձեր նախորդ հարցի շարունակությունն է։ Իրենք այդպիսին են եւ ավելին կարող եմ ես ասել, գուցե եկեք այսպես էլ մտածենք, գուցե իրենց պետք է այս մթնոլորտը, աղետալի մթնոլորտը, երբ մարդկանց հետ դժբախտություններ են պատահում, երբ, չգիտեմ, հանցագործություններ այսքան աճել են, ընդ որում հենց իրենց բերած տվյալներով, հա, պաշտոնական տվյալներով, այո, Հայաստանում հանցագործությունների մեծ աճ է գրանցված։ Հիմա կարելի է կարծել, հա, խաղաղության մասին են խաբում, որ ինչ-որ մի այսպես երջանիկ երկրում ենք ապրում, ուղղակի չենք զգում ու չենք հասկանում դա, ինչի չեն ծածկում, նաև դա ուզեն կծածկեն, չէ՞, ասեն, որ հանցագործությունները կրճատվել են եւ այլն եւ այլն։ Այ մի հատ այստեղ պետք է մտածել ինչու։ Ես կարծում եմ, որ սա իրենց ձեռնտու է։ Ինչու է ձեռնտու, որpիսի մեր ժողովուրդը, հասարակությունը, հա, Հայաստանում ապրող
այսպիսի զգացողություն ունենա, որ ինքը ապրում է մի հատ անապահով վայրում, հա, չկա անվտանգություն դրսից, դուռ ու դարպաս բացված է թշնամու առաջ, այն էլ այսպես խոնարհումներով եւ ռևերանսներով թշնամիների հետ շփվում են, եւ նաեւ մարդիկ եթե մտածեն ունենան այդպիսի պատկերացում, որ Հայաստանը ներսից արդեն անվտանգ չէ, հանցագործությունները, այսպես անհասկանալի կորուստները, մահերը եւ այլն շատացել են, մարդիկ կունենան զգացողություն, որ այդ անապահով վայրից պետք է գնալ ինչ որ ավելի ապահով վայրեր։ Սա ուրեմն էլի մի այսպես դրտի չէ, որպեսզի մարդիկ սկսեն չվստահել իրենց երկրին, իրենց պետությանը եւ իրենց համար ավելի ապահով վայրեր գտնեն։ Հա, սա այսպիսի զգացողությունը միգրացիայի ուրեմն ստիմուլ դրտիչ կարող է լինել։ Ես այդ հարցին այդպես կպատասխանեի, Մարիամ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։